Այսօր դարձյալ տակավին մեր եպիսկոպոս սրբազան հայրերից մեկը ևս ձերբակալվեց։ Իհարկե անհիմն պատճառներով, ինչպես մնացած եպիսկոպոսները, իհարկե չենք կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ, որովհետև մենք ինքներս եկեղեցու նվիրյալ ենք, մենք ինքներս եկեղեցու սպասավոր ու ծառա ենք, եւ մենք ինքներս այս ազգի ու ժողովրդի նվիրյալներն ենք։ Իհարկե միշտ էուցավ, որ փորձում են ինչ-ինչ ճանապարհներ օգտագործելով մեր միասնությունը խարխլել։ Բայց ես վստահ եմ առավել քան երբեք, որ այս մեր միասնական աղոթքները մեզ ավելի ամրապնդվելու, ոտեպնդվելու, ավելի միասնանալու եւ ավելիով մեկս մյուսի նկատմամբ սիրով ու ջերմությամբ լցվելու, որովհետեւ մեր պայքարը արդար է։ Մենք չենք պայքարում իշխանության համար, մենք չենք պայքարում պաշտոնի համար, մենք պայքարում ենք մեր ազատ ծառայության համար, մենք պայքարում ենք մեր նվիրումի համար, մենք պայքարում ենք մեր եկեղեցու պայծառացման ու շենացման համար, որ 1700 եւ ավել տարիներ եղել ու մնում է այս ժողովրդի կողքին եւ պահել ու պահպանել է այս ժողովրդին իր հավատքի մեջ։ Եվ այսօր ինչ-ինչ վիճակներից ելնելով չեմ կարծում, որ պիտի թուլանանք, պիտի ընկճվենք։ Ավելի վաղ ժամանակներ են եղել։ Մտովի, երբ որ ուղիղ մեկ դար գրեթե 100 տարի ետ են գնում 37-38 թվականներ, տեսնում ենք, որ այն ժամանակ ևս կային հալածանքներ, կային աքսորներ, բայց ի տարբերություն այսօրվա մեր այս հալածանքներին ու աքսորներին, այն ժամանակ կային հստակ պատճառներ, հստակ, որևէ շինչ ու բանի համար որևէ հոգևորականի չէին աքսորում։ Իսկ այսօր ականատեսն ու վկան ենք, որ պետք չէ պատճառ գալ հոգևորական ձերբակալելու համար։ Գրեթե այս վիճակին ենք հասել։ Նույնիսկ երբ որ գնում ես ծառայությունը մատուցելու, կասկածանքով ես գնում, որ միգուցե իմ հետևից գալիս են կամ կգան իմ հետևից։